անգամ վստահ եմ, որ կոնկրետ այս գործողության աղետաբեր հետևանքները Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ այն անձինք, ովքեր ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում իրենք տեսնելու են այս գործընթացի աղետաբեր հետևանքները։ Կապարակնքվել է նաև Արարատցեմենտ գործարանը, Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ վարչական շենքը, որտեղ գտնվում են բարձր աշտարակը, քաղաքապետարանի դիմաց գտնվող, որը ոչ մի հստակություն չկա, ադմինիստրատիվ շենքը կապարակնքվել է եւս, այդտեղ մուլտիգրուպ կոնցեռնի հիմնականում գրասենյակներն են գտնվում, այսպես հաշվապահությունն է գտնվում, Multistone ընկերությունը, որը քարերի արտադրությամբ է զբաղվում, եւս կապարակնքված է եւ դադարեցված է գործունեությունը, Օլիմպիավանում դեռ գործողությունները շարունակվում են, սակայն այդտեղ ունենք ուրիշ խնդիր, որովհետեւ այս ժամանակահատվածում, ինչպես առավոտյան ասեցի, Ամերիկայի Ամերիկայի Միացյալ Նահանգների իմշամարտի հավաքականներ մարզվում այդտեղ, UFC վարկածով աշխարհի չեմպիոն ունենք, ով մարզումներն են անցկացնում եւ այս մասով եւս լրջագույն խնդիր է առաջացել, որովհետեւ իսկապես երկրի հեղինակության ու վարկի մասին ենք խոսում, Փարավոնում, Մուլտիգրանդ հյուրանոցում շարունակվում են խուզարկությունները, դրանց մասով հետագայում ինֆորմացիան կտրամադրենք, սակայն այստեղ ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել մեկ հանգամանքի վրա, բոլոր այն ընկերությունները, մասնավորապես Արարատցեմենտ գործարանը, Multistone-ը, Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, Մուրցի Վելնեսը, այդ բոլոր հիմնարկները, որոնք որ կապարակնքվել են, քննչական կոմիտեի կողմից, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում նաև անվտանգության, սպասարկող աշխատակիցները եւ անձնակազմը, որը անվտանգային առումով, խոսքը նաև ֆիզիկական անվտանգության առումով լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել, որովհետեւ բնականաբար դրանցից մի մասը գործարաններ են, որոնք արտադրությամբ են զբաղվում, կան պայթյունավտանգ նյութեր եւ այդ առումով շատ լուրջ խնդիրների կարող են հանգեցնել, այդ մասով մեր իրավաբանները արդեն զբաղվում են, որպեսզի մենք դրա հետ կապված բողոքարկման գործընթաց սկսենք, որպեսզի գոնե այդ հիմնարկների շենքային պայմանների անվտանգությունը եւ հարակից շինությունների անվտանգությունը կարողանանք ապահովել։ Բայց կներեք, իրականացնողները գեթ մեկ վայրկյան անգամ չեն մտահոգվել, որ կարող է այսպես ուղղակի շատ համապատրաստի անակնկալ կերպով այդ հիմնարկների կապարակնքումը, թե ինչ հետևանքներ կարող է առաջացնել, այդ թվում նաև օրինակ Երևան քաղաքի կենտրոնում սրտում գործող կոնյակի գործարանը կապարակնքելու առումով։ Մի քանի հազար, այս պահի դրությամբ արդեն իսկ մի քանի հազար, որովհետև օրինակ 1200 մոտավորապես ես ի պաշտոն նաև չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, որովհետև դրանք հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներ են, կարծում եմ, որ կոնցեռնի ներկայացուցիչները այստեղ կլինեն քիչ անց, կարող են ավելի հստակ պատասխանել, բայց 1200 աշխատակից օրինակ Արարատցեմենտ գործարանը ունի, մի քանի 100 աշխատակից, եթե չեմ սխալվում, 400-ից ավել Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը ունի, Մուլտի Վելնեսը ունի 100-ավոր աշխատակիցներ, մի խոսքով արդեն իսկ մի քանի հազար մարդկանց այսպես պոտենցիալ գործազուրկ դառնալու եւ հարկադիր, այո, բնականաբար կապարակնքվել են, կապարակնքված են արդեն այդ ձեռնարկությունները, այս պայծ սկսած արդեն չեն աշխատում, այո։